Ինչու է Հայաստանում ամեն ինչ թանկանում, ով է թանկացնում մեր կյանքը։ Վերջին ամիսներին Հայաստանում գրեթե ամեն ինչ թանկացել է։ Սուպերմարկետում, շուկայում, ծառայությունների ոլորտում մենք ավելի շատ ենք վճարում նույն բանի համար, բայց այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը՝ ով է թանկացնում մեր կյանքը։ Սա պատահական գործընթաց է, թե կան կոնկրետ պատասխանատուներ։ Ինչ է կատարվում։ Այսօր նույն գումարով մենք գնում ենք ավելի քիչ ապրանք։ Հիմնական սննդամթերքը, հաց, կաթնամթերք, ձու նկատելիորեն թանկացել է։ Մարդիկ սկսում են հաշվարկել յուրաքանչյուր գնումը, կրճատել ծախսերը, իսկ երբեմն հրաժարվել նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներից։ Եվ հենց այստեղ հարցը ավելի է սրվում։ Եթե մենք ավելի շատ ենք վճարում, ապա ով է շահում այս իրավիճակից։ Իմությունը խոսում է անընդհատ գնաճի մասին, այո, որևէ մեկը չի շղթում եւ պիտի արձանագրենք նաեւ, որ գնաճը գլոբալ երևույթ է եւ ընդ որում Հայաստանը համեմատելի շատ երկրների հետ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ, բայց ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ մարդը ինչպես պետք է գնաճի դեմ պայքարի, եկամուտների աճով աշխատավարձի Ինչու է թանկանում։ Այս գործընթացը ունի մի քանի շերտ։ Առաջինը ներմուծողից կախվածությունը։ Շատ ապրանքներ գալիս են արտերկրից եւ երբ դրսում գներն աճում են, դա անմիջապես փոխանցվում է մեզ։ Երկրորդ՝ փոխարժեքի ազդեցությունը։ Տատանումները կարող են փոխել ապրանքի վերջնական արժեքը եւ սպառողը դա զգում է անմիջապես։ Երրորդ՝ շուկայի կառուցվածքը եւ դրա մրցակցության մակարդակը։ Որոշ ոլորտներում շուկան լիովին մրցակցային չէ, կան դեպքեր եւ սահմանափակ թվով ընկերություններ են գործում եւ շուկան դառնում է կենտրոնացված։ Այսպիսի պայմաններում գների ձևավորումը միշտ չէ, որ տեղի ունենում լիարժեք մրցակցային միջավայրում եւ դա կարող է հանգեցնել ավելի բարձր գների։ Խոսքը պարտադիր դասական մենաշնորհի մասին չէ, այլ իրավիճակների, երբ շուկան վերածվում է սահմանափակ խաղացողների կողմից։ Չորրորդ գլոբալ գործոնները՝ վառելիքի թանկացում, աշխարհաքաղաքական լարվածություն, լոգիստիկ խնդիրներ, սրանք բոլորը բարձրացնում են գները ամբողջ աշխարհում։ Բայց նույնիսկ այս ամենից հետո հարցը մնում է՝ արդյոք սա ամբողջ պատճառն է։ Մարդկանց կարծիք։ Փողոցում մարդիկ արդեն հստակ զգում են փոփոխությունը։ Շատերը նշում են, որ իրենց եկամուտները չեն հասցնում գների աճին։ Ոմանք ասում են նախկինում կարողանում էին խնայել, իսկ հիմա ոչ։ Եվ գրեթե բոլորի մոտ կան նույն հարցը. ինչու է կյանքը այսքան արագ թանկանում։ Ով է թանկացնում մեր կյանքը։ Այս հարցին միանշանակ պատասխան չկա, բայց կան մի քանի հիմնական դերակատարներ։ Պետությունը, որի տնտեսական քաղաքականությունը եւ կարգավորումները կարող են ազդել շուկայի վարքագծի վրա։ Բիզնեսը, որը գործում է շահույթի սկզբունքով եւ որոշ դեպքերում օգտվում է շուկայի կառուցվածքից, եւ արտաքին գործոնները, որոնք հաճախ ձևավորում են ընդհանուր տնտեսական ֆոնը։ Բայց կարևոր է հասկանալ, գների աճը մեկ կենտրոնից կառավարվող գործընթաց չէ։ Այն ձևավորում է տարբեր գործոնների համադրությամբ, որտեղ յուրաքանչյուր օղակ իր դերակատարումն ունի։ Այսօր արդեն ակնհայտ է, գների աճը դարձել է ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական խնդիր։ Եվ եթե այս միտումը շարունակվի, մարդկանց կյանքի որակը կարող է ավելի վատանալ, բայց հարցը դեռ բաց է մնում։ Ով է վերջի վերջո թանկացնում մեր կյանքը։ Բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակ կոճակը, եթե ուզում եք լսել ոչ թե մակերեսային, այլ իրական պատճառները առանց քողի։